Բարի ուշ երեկո, այս ուշ գիշերով ինչի եմ միացել, որովհետև եկել ենք Ռաֆոյի տուն։ Իսկ Ռաֆոն նոր տուն արել, ռեմոնտ արել, հեն այնտեղ աթոռներ դրել, հələ չբացած, հələ սեղան չունի, բայց ունի աստիճան։ Ռաֆ ջան, մենք երո դատակ ձերով չենք գալու, ցավը տանը, մենք է բերեցինք հեռուստացույցը, որ նայենք Եվրատեսիլ միասին։ Go, Simon, go! Ով արա երկու մաչ։ Չէ, Սիմոնն անցել արդեն, բայց կապ Ռաֆոյի տունը գովազդանենք ու նայենք Եվրատեսիլ հեռադիտակով։ Ռաֆ ջան, շատ լավ տուն ես, բարու մաշես, հազարը մաշես։ Երեխու ձեն գա, Երեխու ձեն գալու համար կնիկա պետք կա։ Կնիկա պետք կա։ Ողջույն սիրելի հետևորդ։ Արմաննա, հուսով եմ ճանաչում եք, իմ Սանիկը 44 օրյա պատերազմի մասնակից։ Մի ինֆորմացիայով ուզում ենք ես ու իմ Սանիկը կիսվել ձեզ հետ ու ուզում ենք որպես այս տեսաուղերձը տարածեք ու տարածեք շատ։ 44 օրյա պատերազմի ընթացքում Արմանը կորցրեց իր երկու ոտքերը, կիսով չափ։ Հանրապետությունում արվեց վիրահատություն։ Այդ վիրահատությանը հետևեց հաջորդիվ վիրահատությունը ու այդպես շարունակ արդեն 6 տարի ու ամեն անգամ նոր խնդիր եւ նոր վիրահատություն։ Հիմա մենք որպեսզի կանխենք Արմանի մնացած բոլոր վիրահատությունները, մենք Արմանի պատասխաններ, ավելի ճիշտ է վիրահատությունների պատասխաններն ուղարկել ենք Ավստրիա ու այնտեղ գտնվել է բժիշկ ու գտնվել է հիվանդանոց, որը կարող է միանգամից կանխել այդ ամեն ինչը, բայց այդ ամեն ինչի համար անհրաժեշտ է ձեր օգնությունը։ Օգնությունը կարող է լինել 1000 դրամից եւ ով ինչքան որ կկամենա։ Մանրամասն ինֆորմացիա մենք հիմա կտեղադրենք այս տեսաուղերձի տակ, դու կարող եք կարդալ, նայել, տեսնել ու ով ինչքանով կարող է, այնքանով էլ թող օգնի, որպեսզի մեր Արմանը միանգամից կազդուրվի, վերադառնա հանրապետություն ու վերադառնա իր գործին, ապրի, արարի իր հանրապետությունում։ Ես համոզված եմ, որ կգտնվեն բարի մարդիկ ու ով ինչքանով որ կարող է, այնքանով համոզված եմ, որ կօգնեն ու մենք այս հարցի միանգամից լուծումը կստանանք ու Արման ջան, մի բան դու ասա, ես ասացի։ Ու նախապես շնորհակալ ենք բոլորին։ Ապրես ամաչկոտ տղա է Արմանը, շատ ամաչկոտ տղա է, տարածեք անխնա, մենք սպասենք ձեր պատասխաններին, իսկ էլի եմ կրկնում, մանրամասն ինֆորմացիան մենք կտեղադրենք տեսաուղերձի տակ։ Շնորհակալություն։ Ողջույն բոլորին, ընկերներ, կորել եմ սթորիներից, առհասարակ երկար ժամանակ կլինի, ինչ չկամ, ակտիվ չեմ, ու դա ունի իր պատճառը, բայց մինչև դա ուզում եմ շնորհակալություն հայտնել ցանկացածին, այս ընթացքում այնքան նամակներ եմ ստացել, ուր ես կորել մաշ, ինչ է եղել, որ ակտիվ չես, հոբան չի եղել, այս տեսակ շատ նամակներ եմ ստացել, նույնիսկ անծանոթներից ավելի շատ, քան ծանոթ մարդկանցից, ինչի համար ես շատ շնորհակալ եմ ու զգացված։ Հիմա ուզում եմ անկեղծ ասել, թե ինչ է կատարվում, ինչ փուլում ենք ու անկեղծ ուզում եմ խոսել։ Սկսեմ ամենասկզբից։ Ովքեր մեզ ճանաչում են, գիտեն, որ մենք 6 տարի շարունակ ուղղակի դուրս չենք գալիս հիվանդանոցային իրավիճակներից, պարբերաբար տարբեր խնդիրների առաջ ենք կանգնում, այլ չխոսեմ վիրահատությունների մասին, որ Արմանը մոտ 6 վիրահատություն ունեցել է այս ամբողջ ընթացքում 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո 6 վիրահատություն տարբեր պատճառներով ու ամեն անգամ մի նոր խնդիր, մի նոր սխալ լուծում ու այդպես շարունակ։ Մոտ օրերս նորից
պարզ դարձավ, որ կա վիրահատության կարիք։ Առաջացել է ոտքի հետ կապված խնդիր, նևրոմա, մի խոսքով առաջացել է ոտքի վրա նևրոմա, որը պարտադրում է կատարել կրկին վիրահատություն, նոր միջամտություն, այսինքն մենք նույն ճանապարհը անցնելու ենք 0-ից։ Հեշտ չի, բնականաբար, թե ֆիզիկապես, թե հոգեպես, ամեն անգամ նույն բանը ապրել 2020 թվականից մինչև այսօր մենք անցնում ենք նույն ճանապարհը։ Ու երկար քննարկումներից այսպես տարբեր տարբերակներ քննարկելուց հետո որոշել ենք, որ այս անգամ պիտի վիրահատությունը կատարենք Եվրոպայում։ Իհարկե հույս ունենալով, որ սա կլինի վերջինը ու վերջնականապես կլուծենք ոտքի հետ կապված բոլոր հարցերը։ Իրականում մեզ համար դժվար է այս ամեն ինչի մասին խոսելը, ինձ համար այդքան չէ, ինչքան Արմանի, իրեն էլ բերել էս ետին, մի քիչ դժվար ստացվեց, բայց այլ տարբերակ չկա, ուղղակի չկա։ Մենք էլ ենք ուզում հանգիստ ապրել, առանց խնդիրների, կամ եթե խնդիրներ գոնե մակերեսային, ոչ այսպիսի ինչ-որ բարդ հետևանքներով։ Ու ես գիտեմ, որ ամեն ինչ էլ ավելի լավ է լինելու, որովհետև մենք ուժեղ ենք, հատկապես Արմանը, ու սա էլ հաղթահարելու ենք, այս փուլն էլ ենք անցնելու, հետ գանք ու անցնենք մեր նորմալ կյանքին։ Նաև ուզում եմ ձեզ շատ շնորհակալություն հայտնել մեր կողքին լինելու, մեզ միշտ աջակցելու ու ամեն լավ խոսքի համար։ Շնորհակալ եմ շատ։